երեխաները սուրբ են և մաքուր։ Ցավոք երեխաներն էլ են դառնում հանցագործի թիրախ, իսկ երեխաների անվտանգության պատասխանատուն առաջին հերթին մենք ենք, ծնողները, մեծահասակները։ Հենց մենք մեծերս նրանց համար պետք է ստեղծենք անվտանգ միջավայր, օգնենք ճիշտ կողմնորոշվել դժվարին իրավիճակներում։ Այսօր կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն երեխաներին լինել առավել անվտանգ որոշ իրավիճակներում։ Որ տարիքից կարելի է երեխային տանը մենակ թողնել, այս հարցին ոչ ոք չի կարող պատասխանել։ Որոշումը կախված է բազմաթիվ հանգամանքներից։ Անհրաժեշտ է ցուցաբերել խիստ անհատական մոտեցում, սակայն կա մի ընդհանուր սկզբունք՝ պետք է երեխային աստիճանաբար ընտելացնել տանը մենակ մնալուն։ Եթե երեխան տանը մենակ է, պետք է քաջ գիտակցի, որ կան անփոփոխ չի կարելիներ, ինչպիսի իրադրությունը լինի, այսպես. Չի կարելի բացել դուռը անծանոթների առաջ։ Չի կարելի հեռախոսով անծանոթ մարդկանց հայտնել, որ տանը մենակ է։ Չի կարելի դուրս գալ պատշգամբ կամ պատուհանից ծիրեր նետել։ Չի կարելի խաղալ լուցկու, գազօջախի, էլեկտրական սարքավորումների, պայթունավտանգ առարկաների հետ։ Պահպանելով այս չի կարելիները, երեխան զերծ կմնա դժբախտ պատահարներից և չի դառնա հանցավոր գործունեության զոհ։ Մի խորհուրդ էլ ծնողներին. հեռախոսի մոտ թողեք ձեր հեռախոսահամարները, որպեսզի անհրաժեշտության դեպքում երեխան կարողանա զանգել ձեզ կամ ոստիկանություն։ Ոստիկանները կարող են ձեզ առաջարկել նաև արագ արձագանքման այսպիսի ծառայություն։ Դուք կարող եք ձեր բնակարանը ի պահ հանձնել ոստիկաններին։ Բնակարանում սեղմելով ընդամենը մեկ կոճակ, ահա զանգում եք նրանց, և ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները 5-ից 7 րոպեի ընթացքում նշված հասցեում են։ Երեխայի անվտանգությունը պետք է ապահովվի ամեն օր և ամեն ժամ։ Դրա համար պետք է խոսել, աշխատել երեխաների հետ, բացատրել անվտանգության կանոնները, տարրական գիտելիքներ տալ, թե իրենց ինչպես պետք է պահեն տարբեր իրավիճակներում կամ անհրաժեշտության դեպքում ինչպես դիմեն ծառայություն կատարող ոստիկանին։ Երեխային տնից դուրս թողնելիս պետք է ուշադրություն դարձնել։ Անհարկի ուշադրություն գրավող որևէ պարագա չի կրում, որովհետև թեկուզ փոքրիկ թանկարժեք զարդը կարող է դառնալ հանցագործության շարժառիթ։ Դրսում չի կարելի խոսել անծանոթների հետ։ Հանցագործները հաճախ օգտվում են փոքրիկների միամտությունից, առաջարկելով մեքենայով տուն տանել կամ միասին խաղալ։ Դեպքեր են եղել, երբ մոլագար մարդասպանի հանցակիցները փողոցում մոտեցել են երեխաներին, առաջարկելով նկարահանվել ֆիլմում կամ մասնակցել գեղեցկության մրցույթի, այնուհետև տարել են փոքրիկին անհայտ ուղղությամբ, տվել հոգեմետ դեղեր, և այս ամենն ավարտվել է ողբերգությամբ։ Պատճառը մեկն է՝ երեխաները չափազանց դյուրահավատ են, վստահում են անծանոթներին։ Մանկուց նրանց սովորեցնում են, որ հանցագործները սարսափելի դեմք ունեն։ Իրականում միշտ այդպես չէ։ Շրջահայացությունն ու զգուշությունը երբեք ավելորդ չեն, իսկ ծնողների մտերմությունն ու անկեղծությունը երեխաների հետ նրանց մշտապես ուշադրության կենտրոնում պահելը, գումարվելով ոստիկանության կողմից իրականացվող ծավալուն միջոցառումներին, իրական անվտանգություն կապահովեն այսօրվա դեռահասի, երկրի վաղվա քաղաքացու համար։